Բարի երեկո, Ազատությունն է եթերում լուրերի թողարկմամբ այսօրվա թեմաներն են։ Կալանավորվել են մահացած զինվորի երկու ծառայակիցները, Զորամասի ղեկավարությունը դեռ չի կանչվել պատասխանատվության։ Նարեկ Կարապետյանը խորհրդարան կմտնի մեղադրյալի կարգավիճակով։ Իրավապահներն այսօր Ծառուկյանի հերթական ձեռնարկությունում էին, աշխատողները բողոքի ակցիա էին անում։ Արդյոք կաթողիկոսը կհրավիրվի ազգային ժողովի առաջին նիստին։ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավորությունը։ Վանաձորի քաղաքային լճակի շուրջ կրքեր են բորբոքվել։ Աննախադեպ ծրագրային փաթեթ։ Ինչի շատրվան, ի։ 20-ամյա ժամկետային Նարեկ Թորոսյանի մահվան գործով կալանավորվել են նրա երկու ծառայակիցները անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով, մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը շարքային։ Պաշտոնապես չի հաղորդվել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը, լրատվամիջոցների տեղեկություններով զինվորը ծեծի է ենթարկվել։ Իրավապահները չեն հայտնել Զորամասի ղեկավարությանը պատասխանատվության կանչելու մասին։ Անցած 7 ամիսների ընթացքում պաշտոնապես հաղորդվել է 8 զինծառայողի մահվան մասին։ Մի շարք հասարակական կազմակերպություններ այսօր խիստ քննադատել են իշխանություններին, հայտարարելով, թե զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը շարունակական է և դրսևորվում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքով ու իշխանության երկարատև չարաշահմամբ։ Այլ թեմաներ, Նարեկ Կարապետյանը խորհրդարան կգնա մեղադրյալի կարգավիճակով, ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարն ազատության մեջ է գրավի դիմաց, գործի մանրամասները հայտնի չեն, դատախազը շտապել էր կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ մանդատը ստանալուն զուգահեռ ապագա պատգամավորի դեմ գործ հարուցելու թույլտվություն ստանա։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին չնայած ընտրությունների արդյունքներին պնդում է, թե հասնելու են իշխանափոխության։ 1 միլիարդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք։ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման այս միջոցն է ընտրվել։ Մոտ 1 ամիս նրան կալանավորելու ապարդյուն փորձերից հետո գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն հրաժարվում են քրեական գործից մանրամասներ հայտնել, պատճառաբանելով, թե դա չի բխում նախաքննության շահերից։ Ինքը խորհրդարան անցած ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդ Կարապետյանը հեգնանքով արձագանքեց իրեն առաջադրված մեղադրանքին, բայց չանդրադարձավ դրա բովանդակությանը։ Հայաստանում վերջի ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է եւ ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրը ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում։ Նորընտիր պատգամավոր Նարեկ Կարապետյանին իրավապահները 3 միանգամից 2 ծանր հոդվածով են մեղադրանք առաջադրել։ Բռնության սպառնալիքով հավաքին մասնակցելու հարկադրանք եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Այս վերջինով մինչև 12 տարվա ազատազրկում է սահմանված։ Թե ում վրա է Կարապետյանը ճնշում գործադրել եւ ինչ փաստերով է հիմնավորվում փողերի լվացման դրվագը, առայժմ անհայտ է։ Քննչականի եւ դատախազության լռության պայմաններում Նարեկ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը շարունակում է պնդել. հարյուրավոր էջերից բաղկացած այդ գործի նյութերում Կարապետյանին վերագրվող ոչ մի նախադասություն չկա։ Ինչ է, չէ քրեական գործը, դա ինչ որ մի իրադարձության վերաբերյալ նկարագրական եւ հիմնավորվածություն ենթադրող մի ինչ որ համակցություն է։ Դրանցից ոչ մեկը այս դեպքում չկա, ընդհանրապես չկա։ Մի բան էլ ասեմ ձեզ, ես վստահ եմ նաեւ չգիտեմ, երևի թե դա իրավաբանությունից դուրս այլ մասնագիտություն ունեցող գործընկերները պետք է քննարկեն, թե ոնց կարող է լինել մեկ միասնական մեղադրանք, որը վերաբերում է հավաքներին մասնակցության շահագրգռմանը եւ միաժամանակ փողերի լվացմանը։ Սա արդեն զավեշտ է։ Սա ինքնին արդեն աբսուրդ է։ Էլ չասեմ, թե Նարեկ Կարապետյանին ինչ որ կերպ դրա հետ առնչակցելու հնարավորություն ողջամիտ իրականության մեջ չկա։
Վարդևանյանն ավելի վաղ ասել էր, թե այս գործն առնչվում է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի քրեական վարույթի հետ։ Ալեքսանյանը կալանավորված է, մեղադրվում է Տաշիրին առնչվող ընկերություններից փոխանցված շուրջ 1.6 միլիարդ դրամի հանցավոր ծագմամբ փողերը լվանալու եւ այդ գումարով հավաքներին մասնակիցներ ապահովելու համար։ Ըստ իրավապահների նա շուրջ 1400 քաղաքացու ձևական աշխատանքի է ընդունել իր ղեկավարած կազմակերպությունում եւ վարձատրել, որպեսզի նրանք մասնակցեն Ուժեղ Հայաստանի եւ Մերձևովի կազմակերպած ցույցերին։ Քննչականի փոխանցմամբ այս գործով 500 մարդ է հարձակնվել։ Սակայն թե ինչ առնչություն ունի Նարեկ Կարապետյանը սրա հետ Վարդևանյանն էլ չի բացահայտում։ Պաշտպանական կողմը միայն պնդում է ինչպես սպառնալիքներով հավաքներին տանելու, այնպես էլ փողերի լվացման դրվագներով որևէ փաստական տվյալ չկա։ Որտեւ հաշվի առնելով, որ ես տեսել եմ Նարեկ Կարապետյանին վերագրող իբրև դեպքի կից ներկայացված նյութերը, այնտեղ ընդհանրապես երևույթային ոչինչ չկա։ Գումարի չափ, չգիտեմ, ում պիտի տար, ով էր հասցեատար։ Հաստատապես եմ պնդում, ոչ մի նման երևույթ չկա։ Այն մեղադրանքի կոնտեքստում, որը իբրև ներկայացվում է։ Ես կարող եմ մի բան ասել, որ Հայաստանի Հանրապետությունում երևի թե վիճակագրությամբ, եթե նայեք, փողերի լվացումը ամենամեծ տարածում ունեցող հանցակազմն է։ Դա արդեն մտահոգիչ է։ Ուժեղ Հայաստանից միաձայն են հայտարարում, քաղաքական հստակ հրահանգ կա քրեական գործերով ճնշել եւ փորձել թուլացնել իրենց ուժը, որը խորհրդարանում ներկայացված է լինելու 29 պատգամավորով։ 35-ամյա Նարեկ Կարապետյանի մեկնաբանմամբ սա քննություն է, որին ընդդիմադիր ուժը պատրաստ է։ Մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում։ Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը քրեական գործեր չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար։ Այսինքն չեն բացվելու նոր քրեական գործեր, որպեսզի մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամեն օր չլինի սպանություն, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն։ Ընդդիմադիրներին բանտեր ուղարկելու հարցում իշխանությանն ուղղված Նարեկ Կարապետյանի մեղադրանքներին արձագանքել է մեկ այլ նորընտիր պատգամավոր ՔՊԱ-ական Տարոն Չախոյանը, կրկնելով այն, ինչ ասել է նաև վարչապետ Փաշինյանը, թե բոլոր կաշառատուներին մեկուսացնելու են։ Նարեկ ջան, քեզ դատում են ոչ թե քաղաքական հայացքների, այլ ընտրակաշառքի համար նախատեսված փողերի լվացման համար, մարդկանց ձեր հավաքներին մասնակցել պարտադրելու համար։ Հաջորդ շաբաթավերջին նոր ձևավորված խորհրդարանը կսկսի աշխատանքը։ Արդյոք գլխավոր դատախազը արդեն նոր խորհրդարանում կներկայացնի մեղադրանքը, որպեսզի Կարապետյանին կալանավորելու համար ստանա պատգամավորների համաձայնությունը։ Դեռ հայտնի չէ։ Ընտրված 3 պատգամավորներ էլ վաղուց էին մեղադրյալ ու նաև անազատության մեջ։ Այս օրերին դատարաններում վճռվում են նրանց ճակատագիրը, արդյոք անձեռնմխելիության հիմքով ընդդիմադիրներն ազատ կարձակվեն։ Ես իմ որոշումը կայացրեցի։ Դատավորը մերժեց դատարանի դահլիճից ազատ արձակել ընդդիմադիր Հայաստան դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանին։ Նա դեկտեմբերից տնային կալանքի տակ է վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ Սրբազանի գործով ահաբեկչություն նախապատրաստելու եւ իշխանությունը զավթելու մեղադրանքով։ Փաստաբան Արամ Վարդևանյանն էր միջնորդել անհապաղ վերացնել տնային կալանքը հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվի որոշմանը, որի համաձայն անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ։ 5 տարի առաջ Սահմանադրական դատարանի նույն որոշման արդյունքում Սարգսյանը արդեն մեկ անգամ կալանքից ազատվել է, բայց այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանը գտավ Սահմանադրական դատարանը այդ դեպքի մասին չի խոսում։ Այն ժամանակ Սարգսյանը պատգամավոր չէր, հիմա դեռ 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է ու նույն այս գործով անձեռնմխելիությունից զրկվել է 2025-ի հուլիսին։ Դատարանը հիմնավոր չի համարում ձեր այդ պատճառաբանությունը, որ սույն հիմքով, այսինքն 2026 թվականի հուլիսի 21-ի դրությամբ, այսինքն պատգամավոր դառնալու հիմքով վերջինս ենթակա է տնային կալանքից ազատմանը։ Հասկանում եք, որ անընդհատություն չի կարա գոյություն ունենա ազգային ժողովի պատգամավորների դեպքում, չի կարա բնության մեջ դա լինի, իծնե ի բնե չի կարա։ Դատավորն ասաց, եթե միջնորդություն լինի, Արթուր Սարգսյանը կմասնակցի օգոստոսի 2-ին նախատեսված նոր խորհրդարանի առաջին նստաշրջանին։ Բնականաբար ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակցի ուղեկցություն։ Սա ի պատասխան լրություն
Լրություն դալիճում։ Դուք արդեն, որ դուս եկեք այդ միջան, արդեն 30-ի որոշումներ եք, հրամանել եք ստացել։ Միանգամից հրամանական օգոստոսի 2-ի ոստիկաններից կգնա։ Դատավորի նստելու հորդորներից հետո բողոքող Արթուր Սարգսյանի խոսափողը անջատվեց։ Դե արդեն 30-ին 50-ին դուք արդեն որոշում եք։ Ես վստահ եմ, այս ձեր որոշումը ի վերջո հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության ամենախիստ ձևին։ Միանշանակ ձեր դեմ հաղորդում պետք է ներկայացվի։ Այն ինչ դուք այսօր արեցիք, դուք մի հատ էլ պատկերացնում եք, որ պրոբացիայի ու ոստիկանության ուղեկցմամբ ազգային ժողովի падգամավորը գնա նիստի։ Դուք դա եք պատկերացնում լուծումը, ունենալով հնարավորությունը, որ դուք տնային կալանքը կարայիք վերացնեիք այսօր։ Դատավորը ըստ էության մեղադրողների փաստարկները պաշտպանեց, որոնք դեմ էին Արթուր Սարգսյանի տնային կալանքը վերացնելու։ Պարոն Սարգսյանը падգամավորի կարգավիճակ ձեռք է բերել եւ առայժմ պահը շարունակում է կրել այդ կարգավիճակը դեռևս 2021 թվականից։ Նախորդ տարի Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը պարոն Սարգսյանին զրկել է ազգային ժողովի падգամավորի անձեռնմխելիությունից։ Եվ պարոն Սարգսյանը ըստ էության չի դադարելու ունենալ ազգային ժողովի падգամավորի կարգավիճակ եւ իսկ ամսի 2-ից նաեւ ստանձնել շարունակելու է իրականացնել ազգային ժողովի падգամավորի լիազորություններ։ Այնինչ փաստաբանը պնդում էր, Ստացվում է ընդհանրապես ազգային ժողովի գումարումների փոփոխությունը դա իրավական որևէ մի նշանակություն չունի։ Իրականում հիմա ես էլ մի քիչ տատանեցի, ինչ կապ ունի, որ 8-րդ գումարման ազգային ժողովի 9-րդ գումարման մարդկանց տեղեկացնենք, որ կարելի է մի անգամ ազգային ժողովի падգամավորի կարգավիճակ ձեռք բերել եւ հավիտյանս դա ունենալ։ Արամ Վարդևանյանը նաև միջնորդել է վերացնել ուժեղ Հայաստանից падգամավոր դարձած Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը։ Հեծի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշարք տալու նախապատրաստության համար։ Կալանավորվել է հունիսի 18-ին։ Մեղադրանքը չի ընդունում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 21-ին նոր խորհրդանի падգամավորներին մանդատներ տրամադրեց։ Վարդևանյանը պնդում է, եթե պահվեր սահմանադրական դատանի որոշման տրամաբանությունը, Ղազինյանը պետք է հենց այդ օրը ազատ արձակվեր։ Միջնորդությունն ասաց, վաղը մեկնարկող դատավարության սկզբում կքննարկվի։ Կայծակնային արագությամբ քննիչը այնուհետև դատախազը նախաքննության ավարտ հայտարարելով մեղադրական եզրակացություն հաստատելով եւ գործը ընդհանրապես դատարան ուղարկելով փաստացի անհաղթահարելի խոչընդոտ էին ստեղծել խափանման միջոցի վերացման հարցում, քանի որ չկար այն պաշտոնյան, որը պետք է այդ որոշումը կայացներ։ Բայց արդեն ունենք մակագրում։ Ուժեղ Հայաստանից եւս մեկ նորընտիր падգամավոր Հայկ Սուքիասյանը տնային կալանքի տակ է։ Նրա խափանման միջոցը վերացնելու մի միջնորդություն էլ երեք ներկայացրել է փաստաբան Արմեն Ֆերոյանը, բայց նախաքննական մարմնից պատասխան չի ստացել։ Զուգահեռ դիմել է դատարան, որ այդ հարցն այնտեղ քննարկվի։ Նիստը փաստաբանի խոսքով վաղը երեկոյան է նշանակվել։ Ֆերոյանի փոխանցմամբ Սուքիասյանին բարեգործության արգելքը խախտելու մեղադրանք է ներկայացված, որը նա չի ընդունում։ Սպասում ենք այդ միջնորդությունների քննարկմանը։ Եվ մինչ հայտնի կդառնա, թե ընտրված падգամավորներից ովքեր կհասնեն խորհրդարան, արդեն ընթանում են ազգային ժողովի առաջին նիստի նախապատրաստությունները։ Օգոստոսի 2-ին գումարվելիք լիագումարը հանդիսավոր մաս կունենա։ Ավանդաբար օրենքով եւս կա այդ իրավունքը, կաթողիկոսն էլ է ողջույնի խոսք ասում։ Բայց իմադրությունն այլ է, քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է ստացել այդ թվում Գարեգին II-ին հեռացնելու նախընտրական ծրագրով։ Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում ձեզ։ 9-րդ գումարման ազգային ժողովի առաջին նստաշրջանը կբացվի հայրապետական օրհնությամբ։ Կաթողիկոսին հրավեր կուղարկեն, ազգային ժողովից լռում են։ Մայրաթորից Ազատությանն ասացին, այս պահի դրությամբ հրավեր չեն ստացել։ Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր։ Պահյա, պահպանյա եւ օրհնյա հանրապետությունս Հայաստանի եւ Արցախի։ Հայ առաքելական եկեղեցու հովապետի օրհնությամբ են բացվել անկախ Հայաստանի ազգային ժողովի առաջին նիստերը։ Այդպես է եղել նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ Մայրաթորը Փաշինյանին հորդորում էր հեռանալ։ 2021-ի արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանի նստաշրջանը մեկնարկեց վեհափառի աղոթքով։ Հայր մեր, որ երկինս ես Սուրբ Եղեցի անուն քո, Եղեսե արքայություն քո, Եղեցին կամ քո։ Կաթողիկոսի մասնակցության մասին նշված է ազգային ժողովի կանոնակարգ օրենքում։ Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահն ու ամենայն հայոց կաթողիկոսը։ Դրանից հետո падգամավորները երդվում են։ Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս
9-րդ գումարման ազգային ժողովի նստաշրջանը սկսվում է օգոստոսի 2-ին։ Հրավեր կուղարկեն կաթողիկոսին։ Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը այս հարցին ամբողջ օրը չպատասխանեց, զանգերին էլ չարձագանքեց։ Կաթողիկոսի օրհնության թեմայով չէին ուզում խոսել նաև ԿՊԱ-ականները, որ արձակուրդում են։ Շատերը զանգերին էլ չպատասխանեցին։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, ես ամբյոնից ասել եմ, տարբերակ չկա։ Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը ամրագրվել է նաև իր ղեկավարած կուսակցության ծրագրում։ Նախընտրական ծրագրով խոստանում է մինչև 2031 թվականը հեռացնել Գարեգին երկրորդին։ Մայրաթորի դեմ Փաշինյանի արշավը գագաթնակետին հասավ հատկապես վերջին 1 տարում։ Քրեական գործեր հարուցվեցին կաթողիկոսի ու մայրաթորին սատարող եկեղեցականների դեմ։ Մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ամիսներ շարունակ բանտում էին տարբեր մեղադրանքներով։ Իսկապես մեր անկախության պատմությունից այս կողմ Հայաստանի պատմության մեջ չի եղել երբևէ թե ազգային ժողովի մակարդակում, թե նախագահի նախագահների երթունակալության մակարդակում, երբ որ չհրավիրվի հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվը։ Հայաստան խմբակցության падգամավոր Լիլիթ Գալստյանը, որ մի քանի գումարման խորհրդարանում է падգամավոր եղել, չի հիշում, որ նորընտիր խորհրդարանի առաջին նիստին կամ նախագահի երթմնակալությանը եկեղեցու առաջնորդը չլինի։ Այս քայլով Փաշինյանը շարունակում է հայ ժողովրդին պառակտել օրակարգը, պնդում է падգամավորը։ Ազգային պառակտում, գիտեք, այս իշխանությունների օրակարգերից մեկն է ներազգային պառակտումն է, ոչնչացնել միասնության բոլոր հնարավոր օազիսները։ Սա թիրախավորված թշնամական ձեռագիր է առհասարակ ինչի մենք ականատեսնենք եղել անցնող գոնե 3 տարիների ընթացքում։ Մայրաթորի դեմ վարչապետ Փաշինյանի քայլերից ընդդիմադիր падգամավորը ենթադրում է կաթողիկոսին հրավեր չեն էլ ուղարկի։ Անկախ այդ ամենից ընդդիմադիրները հայրապետական օրհնությունը կստանան Սուրբ Էջմիածնում։ Մինչ Գագիկ Ծառուկյանը կալանավայրում է, նրա 1 տասնյակ ձեռնարկություններում ստուգումներ են, հազարավոր աշխատակիցներ մատնված են պարապուրդի։ Այսօր իրավապահները Բարգավաճ Հայաստանի առաջնորդի առևտրի կենտրոնում էին, մի շարք տաղավարներ փակվել են տեղում բողոքի ալիք բարձրացնելով։ Ինքը Ծառուկյանը, որին վարչապետը սպառնացել էր ունեզրկել ու բանտ ուղարկել, թիմակիցների միջոցով փոխանցում է, թե չի հեռանա քաղաքականությունից։ Չէ որ երեխա ենք պաղում, վարձով ենք ապրում, ով պտի տա էդի։ Տանտերն ասում է դուրս արի, դու չես աշխատում։ Իմ 2 երեխուն վերցնեմ, ես ուր գնամ։ Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հարկադիր պարապուրդի մատնված տասնյակ ընկերությունների շարքին եւս 1 խոշոր բիզնես է ավելացել։ Այս երկուշաբթի իրավապահները գնացել են առնչմոլ ու կապարակնքել տասնյակ տաղավարներ։ Անգործ ենք մնացել, տենանք ինչ կլինի։ Հիմա չեն ասում։ Ոչ մի բան։ Տաղավարների վարձակալներն ու աշխատակիցներն արդեն 3 օր չեն աշխատում։ Երկուշաբթի օրերին հանգստանում են, երեքշաբթի առավոտյան եկել են եւ իրենց տաղավարները փակված գտել։ Ոչ մի ձևից անոցում չենք ստացել։ Մենք համարվում ենք այս տարածքի վարձակալները։ Մենք իմ կարծիքով մենք պետք է ինչ-որ ձևով ծանոթում ստանայինք, որ օրինակ երկուշաբթի օրվանից ձեր խանութները կապարակնքվելու են։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք խոշոր ընկերությունների աշխատակիցները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ու կառավարությանը խնդրում թույլ տալ աշխատանքի վերադառնալ։ Սակայն մինչ այս պահը միայն Արարատի ցեմենտի գործարանն է վերաբացվել, որի կառավարումն էլ արդեն գործադիրին է անցել։ Մինչ այս երկուշաբթի առնչմոլի տնտեսվարողները սովորական աշխատանքային հունի մեջ էին, նրանց աշխատանքը չէին դադարեցրել։ Այժմ նույն պահանջներով նաև նրանք են ցույցի դուրս եկել։ Մեր խնդրանքն է, որ մեր խանութները բացվի, մենք վերադառնանք մեր բնականոն աշխատանքին, այս ցնցումներից ազատվենք, մենք նորմալ աշխատենք։ Մենք մեր հարկային պարտավորությունները նորմալ կատարում ենք, մենք ինչի այսօր պետք է փաստի առաջ գանք։ Զրույցների մակարդակով լսել էին, գուցե պատճառն այն է, որ տաղավարների այդ շարքը բարձրավորտ էլեկտրական գծերի տակ է գտնվում եւ անվտանգության խնդիր կա։ Աշխատանքային օրվա ավարտին քննչական կոմիտեն հաստատեց այդ տեղեկությունները։ Հայտնեցին իրենց փորձագետը պարզել է, որ շինություններն ու ավտոկայանատեղին բարձրավորտ էլեկտրական գծերի տակ են գտնվում եւ դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի եւ առողջության համար եւ անվտանգության նկատառումներից ելնելով փակվել են։ Տնտեսվարողներն ու աշխատակիցները հարցնում են այդ դեպքում ինչու են միայն հիմա դա խնդիր համարել ու փակել տաղավարները, երբ մայրուղու հարևանությամբ էլեկտրասյունը, հոսանքի գծերն ու տաղավարները այսպես իրար մոտ են արդեն տարիներ շարունակ, բոլորի աչքերի առջև։ Մատնացույց են անում հենց հարևանությամբ գտնվող մի հատված, որտեղ այսպիսի էլեկտրասյան կողքին շինարարություն են անում։ Տարիներ շարունակ աշխատել ենք։ 5 տարի 4 տարի։ Եթե վթարայիններ չկառուցեին։ 4 տարի վթարային չի եղել, հիմա նոր վթարային վիճակում է գտնվում։ Ես կոնկրետ
Լսել եմ, որ այդ եմ մահանաբեռնում։ Հիմա այդ կլինի, թե մյուսը կլինի, ամեն դեպքում ամենակարևորն է բացեն, ժողովուրդը աշխատեն, սաղս է, հարցեր ունենք լուծելու, ընտանիք ենք պահում ու լիքը բաներ կան։ Քաղաքաշինության եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, իրենք այս որոշման հետ առնչություն չունեն։ Սուրմալուի ողբերգական պայթյունից հետո իրենք մոտ 2 տարի առաջ նաեւ առնչմոլում են ստուգումներ արել, խախտումներ գտել։ Գործունեությունը դադարեցրել են, ինչից հետո դրանք վերացվել են ու առևտրի կենտրոնը դարձյալ բացել է դռները։ Մինչ այդ կենցաղային հարցեր են առաջանում։ Մարդիկ անձնագիր ավտոմեքենայի բանալի են ներսում թողել։ Ինչ պետք է անեն։ Վարորդական իրավունքներից ներսը չեմ կարող մեքենա քշել, ու ունեցա որ պետք է մեքենա քշել։ Անձնական իրեր ունեմ խանութում, մեքենա ունեմ, որի բանալիները խանութում, անձնագիրս խանութում է։ Ես այդ հարցով եմ դիմել քննչական կոմիտե, ինձ ասել են, որ պետք է դիմում գրես, դիմումը քննարկվի։ Մինչ տնօրինությունը, վարձակալներն ու աշխատակիցները խնդրում են բացել տաղավարները, դժգոհում են նաև առևտուր անելու համար առնչմոլ եկած քաղաքացիները։ Սովորական աժիոտաժի փոխարեն նրանք փակ դարպասներ տեսան։ Խանութների համեմատ միանշանակ շատ հարմար է։ Ինչ եք հիմնականում առնում։ Ամեն ինչ։ Դե շատ սխալ է, չգիտեմ։ Գագիկ Ծառուկյանի թիմից հայտնում են իրավապահների գործողությունների հետևանքով շուրջ 10,000 մարդ հարկադիր պարապուրդի մեջ է։ Ազատության հարցմանն ի պատասխան քննչական կոմիտեից անցած շաբաթ հայտնել էին, թե կապարակնքված ընկերություններում գույքագրումներ են իրականացնելու, թե մասնավոր սեփականությունն ինչպես ու ինչ հիմքով են գույքագրում, քննչականը չէր բարձրաբանել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում ուղիղ սպառնում էր ազատազրկել ու ունեզրկել Գագիկ Ծառուկյանին։ ՎՀԿ առաջնորդն ընտրություններից հետո հայտնվեց բանտում խարդախության եւ փողերի լվացման մեղադրանքով։ Նրան պատկանող առնվազն 2 ընկերություն այլևս Ծառուկյանները չեն տնօրինում։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում։ Այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Արդյոք կաթողիկոսը կհրավիրվի ազգային ժողովի առաջին նիստին։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավորությունը։ Վանաձորի քաղաքային լճակի շուրջ կրքեր են բորբոքվել։ Աննախադեպ ծրագրային փաթեթ։ Ինչի շատրվան։ Ընտրություններն անցան, ոչ Պուտինը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին, ոչ էլ վերացվեցին տնտեսական սահմանափակումները։ Դեռ տեսանելի արդյունք չի տվել Հայաստանի ղեկավարի այցը Ռուսաստան, բեռնափոխադրողները, արտահանողները խնդիրների առջև են կանգնում։ Ոչ մեկն էլ հետաքրքիր չէ, էլի խոսքի այդ ապրանք, որ արտահանում եղավ։ Ինչ ազգի մեքենաներով, մեր երկրի մեքենաներն եղավ, այլ ազգի մեքենաներով եղավ, ինչով եղավ, ոչ մեկին հետաքրքիր չի։ Կառավարությունում օրերս ընդունել են նախորդ շաբաթ բողոքի ակցիայի դուրս եկած բեռնափոխադրողներին եւ վարորդներին։ Բեռնատարի վարորդ Վարդան Վարդանյանն ասում է, այս անգամ իրենց լսելու էին եկել միանգամից մի քանի կառույցների ներկայացուցիչներ։ Այս անգամապես հանդիպում երբեք չի եղել։ Տարածքային կառավարությունից եղել են, Մաքսայինից եղել են, կառավարությունից եղել են, մի 4-5 ոլորտից մարդիկ եղել են։ Այս անգամ նոր զգացել ենք, որ մենք հանդիպում ենք ունեցել։ Հանդիպման ընթացքում բեռնափոխադրողները պահանջել են, որ կառավարությունը բանակցի Ռուսաստանի հետ, որ հայկական բեռնափոխադրողներն էլ ստանան միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ թույլտվությունները, որոնք հնարավորություն են տալիս օրինակ Վրաստանից բեռ տեղափոխել Ռուսաստան։ Բոլորը նստել են մեր աշխատանքի վրա, մենք կանգնած ենք, իրանք աշխատում են։ Բեռնափոխադրողները նաև պահանջել են, որ Հայաստանի կառավարությունը բանակցի Վրաստանի հետ սահմանային խնդիրները լուծելու համար, իսկ Եվրամիության երկրների հետ քննարկեն վարորդների վիզաների ու փոխադրումների թույլտվությունների հարցը։ Դժգոհում են, Շենգեն վիզա ստանալը բարդ ու երկար գործընթաց է իրենց համար։ Ասում են, ավելի քան 2 ամիս է հազարավոր բեռնափոխադրողներ գրեթե չեն աշխատում։ Պատճառն ըստ նրանց հայ եւ օտարերկրյա բեռնափոխադրողների համար ստեղծված անհավասար պայմաններն են։ Մեր մեքենաներին առավելություն տրվի օտար ազգի մեքենաներից, որտեղ օտար ազգի մեքենաները մեզ շուկայից ոնց որ դուրս են հանել։ Մեր ճանապարհը որ փակ է, արտահանումները չկա։ Մենք ստեղից բեռ չունենք, որ գնանք։ Ավտոմատ մենք մնում ենք շուկայից դուրս, այսինքն Վրաստանից իրանք բարձում են բարձր գներով գնում են խոսքի օրինակ Մոսկվայից մեր հայկական բեռը վեկալում են, հետ վերադարձի բեռ հետ են գալի։
Կառավարության շենքի մոտ նախորդ շաբաթ հավաքված բեռնափոխադրողները բացատրում էին, թե որքան կարևոր է, որ հայկական բեռնափոխադրողները նույնպես միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ, այսպես ասած, դազվոլները, թույլտվությունները ստանան։ Այդ փաստաթուղթը փոխանակվում է երկրների միջև միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում։ Բեռնափոխադրողների խոսքով այսօր վրացական եւ այլ երկրների ընկերություններն այդ իրավունքն ունեն, իսկ հայկականները ոչ։ Թող բոլորին դազվոլ հանեն, թող հարմարացնեն, դազվոլ հանեն, այդ դազվոլով բոլորն էլ քշեն։ Հիմա մի ամիսա մարդը կայնել, երկու ամիսա կայնել, ու ընդհանրապես իր տուն եկամուտ չի մտնում։ Լոգիստական ընկերություններն էլ պետք է հարկային դաշտ մտնեն, ասում են վարորդներն ու նշում, որ դրանք այսօր սնկի նման բազմանում են։ Միջնորդները, ովքեր որ բարձում են օտար մեքենաները, նախ գալիս է կառավարությունը դա պետք է վերահսկի, որովհետև գալիս են նալիչի գումարը տանում են, մեր երկրում էլ հարկ չի մուծվում։ Դաժե միջնորդի կողմից նալիչի փողերը տանում են ստեղից։ Դրա համար այդ ամեն ինչը պետք է անեն արվի, որ ասենք միջնորդներին կողեն հարկային դաշտ։ Մարդիկ մի հատ հեռախոսեն առնում ու սկսում են լոգիստական կամպանիա բացել ու դրանք մաքրվեն։ Լինի մի հարտակ ու պետության կողմից վերահսկողություն լինի ու լիցենզավորված։ Բեռնափոխադրողների նշած խնդիրները խորացել են հատկապես վերջին ամիսներին Ռուսաստանի կիրառած տնտեսական սահմանափակումներից հետո, երբ արգելվեց հայկական գյուղմթերքի, խմիչքի, ծաղիկների ներմուծումը։ Արդյունքում Հայաստանից արտահանվող բեռները կտրուկ նվազել են, իսկ բեռնափոխադրողները հաճախ ուղղակի աշխատանք չեն ունենում։ Դե թող մի ամիս գոնե, մի ամիս լավ պրիմերն է տենց, մի ամիս սարեսնեն այդ բանը, այդ մուծումը, ասեն այս ամիսը չեք մուծում, հաջորդ ամսվանից եք մուծում։ Կառավարության անդամների հետ հանդիպմանը ներկա բեռնատարի վարորդ Վարդան Վարդանյանն ասում է, ոլորտի հիմնական խնդիրներն ու պահանջները ներկայացրել են, սպասում են, որ պաշտոնյաները դրանք փոխանցեն արձակուրդում գտնվող վարչապետին եւ հետո իրենց պատասխանեն, թե որ հարցին ինչ ընթացք է տրվել։ Ասում են, երկար սպասել չեն կարող։ Ամենաշատ 2 շաբաթ, ամենաշատ։ Արդեն շաբաթը էսա լրանա, մնաց մի շաբաթ։ Ես 3 ամսա չենք շուն, որտից աշխատավարձ ստանանք։ Դանակն ասելա ոսկորներից, էլ արդեն սպասելու տեղ չկա։ Թեժ քննարկումներ են Վանաձորի քաղաքային լճակի շուրջ, տեղացիներն այդտեղ լողում են, իշխանությունները ծրագրել են լճից ժայթքող շատրվան կառուցել, նախաձեռնությունը ջրի երես է հանել նոր հարցեր։ Վանաձորի քաղաքային լիճը, որտեղ բնակիչները սովոր են հանգստանալ, նավակ քշել ու զովանալ, կարող է փոխել իր տեսքը։ Դեռ անցյալ տարեվերջից եւ ընտրությունների ողջ ընթացքում մարզային ու քաղաքային իշխանությունները հանրությանը վստահեցնում էին, թե լճի տարածքը խոշոր շատրվանային համակարգ դարձնելու ծրագիրն արդեն հաստատված է եւ կիրականացվի հենց այս տարի։ Վանաձորի համար 1 տարվա համար նախատեսված սա աննախադեպ բյուջե է եւ աննախադեպ ծրագրային փաթեթ։ Խորհրդարանական ընտրություններից 1 ամիս առաջ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարում էր, որ տարիներ առաջ վարձակալության տրված տարածքը հետ է վերցվել եւ այստեղ պետության ու համայնքի բյուջեից ավելի քան 5 միլիարդ դրամ են ծախսելու։ Մենք լայնածավալ հիմնանորոգման աշխատանքներ ենք սկսում։ Վանաձորի քաղաքային լճի վթարային տարածքի նախագծային աշխատանքներն ավարտված են, այն կունենա ճարտարապետական նոր տեսք։ Շատրվանները լճի Նախընտրական ռեպորտաժում որպես նախագծի հեղինակ ներկայանում էր Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի նախկին պետ Սուրեն Աբովյանը, որը դատարանի առաջ է կանգնած կաշառքի եւ այլ պաշտոնեական չարաշահումների գործերով։ Այն ժամանակ նա վստահեցնում էր, թե լճում շատրվաններ տեղադրելը որևէ կերպ չի խանգարի լողացողներին ու նավակներին։ Որոշակի վերապահում կար բնակության մոտ, այն մասը որ հնարավոր է չկարողանան լողալ կամ նավակից օգտվել, պետք է նշեմ, որ դա այդպես չէ։ Մինչդեռ ընտրություններից հետո պատկերը կտրուկ փոխվեց։ Օրերս մարզպետարանում կազմակերպված հանրային լսմանը, որին հանրությունը փաստացի չէր մասնակցում, պարզվեց, որ հաստատված ծրագիր պարզապես չկա։ Նույն Սուրեն Աբովյանն այժմ հայտարարում է, թե ընդամենը սեփական նախաձեռնությամբ անվճար էսքիզ է գծել, որն արժանացել է մարզպետի հավանությանը։ Ձեզ պատվեր ա եղել, թե դուք որպես ով եք նշ։ Պատվեր չի եղել, պարոն մարզպետի հետ քննարկումների արդյունքում ես որպես անհատ ճարտարապետ ուղղակի մշակել եմ, ներկայացրել ենք միասին հանրությանը, իսկ հետագա արդեն նախագծերի աշխատանքային նախագծերը կմշակվեն բնականաբար համապատասխան պատվերով, կարգով եւ ես մեծ հավանականությամբ դրանց հետ կապ չեմ ունենում։ Այսինքն սա ես գաղափարն եմ ներկայացրել, էսքիզը եւ հայցակարգը։ Անվճար
Փողմարզպետ Ռուբեն Մարգարյանն էլ հաստատեց. էսքիզը հավանության արժանանալուց հետո դեռ պետք է նախագիծ դառնա եւ ուղարկվի կառավարություն։ Այսինքն երբ եք նախատեսում, որ այս ծրագիրը այդ ամբողջ փուլերը անցնելու է եւ իրականություն դառնա։ Հստակ ժամկետ չեմ կարող նշել։ Այս հակասություններին ու լճի ավանդույթները վերացնելու պլաններին արձագանքել են վանաձորցիները, այդ թվում Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուկյանը։ Ինչու են լավ, ինչու են կպած ուզում դնել այստեղ շատրվան, էլի իմաստը որն է։ Ինչի շատրվան։ Ասում են ինչ որ մեկը կա մարզպետարանում, ով որ շատրվաններ տեղադրելու լիցենզիա ունի։ Եվ ասում են տենց այդ մարդը լոբինգ անեն, որ շատրվան, դες քաղաքում անդադ շատրվան են դնում։ Մի քանի տեղ դրել են շատրվաններ, շատրվանները չեն գործում, չեն միացնում, որտեղ դա ծախս է։ Դա ջուր է, էլեկտրաէներգիա է, ծախս է, փող է։ Մի 10 միլիոն դրամ տարեկան պետք է դուրս գային, որ շատրվանը ստեղ աշխատի։ Քննադատություններից հետո մարզպետն իր Facebook-յան էջում ստիպված եղավ ընդունել, որ լճում լողալն ու հոսանքով շատրվանային համակարգը համատեղել ի վերջո չի հաջողվում։ Գիտեք, որ լուսաձայնային շատրվանները հոսանքով են աշխատելու եւ ջրի մեջ լինելու է հոսանք։ Մյուս կողմից նույն լճում կա լողանալու եւ նավակներ վարելու վաղեմի ավանդույթ եւ մենք էլ չենք ուզում այդ ավանդույթը կորցնել, բայց երկուսը համատեղել կարծես թե չի հաջողվում։ Մարզպետը նաև հերքում է պնդումները, թե մարզպետարանում շատրվանների լիցենզիա ունեցող պաշտոնյա կա, ինչի պատճառով էլ քաղաքում անընդհատ շատրվանների նախագծեր են առաջ մղվում։ Իմ ղեկավարած մարզպետարանում չի կարող լինել որևէ պետական պաշտոնյա, որը որևէ տենդերի մեջ մասնակցություն ունենա, նա կազատվի աշխատանքից րոպեների ընթացքում եւ նաեւ մեծ հավանականությամբ քրեական օրենսգրքի սահմաններ կհատի եւ իրավապահներն էլ կմիջամտեն։ Չնայած մարզպետ Արեն Մկրտչյանը բացառում է պաշտոնյաների մասնակցությունը պետական գնումներին, լրագրողական հետաքննությունները հակառակն են փաստում։ Ազատությունը բազմիցս է անդրադարձել, թե ինչպես են պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններն ակտիվորեն մասնակցում տենդերներին։ Օրինակ, մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետ Լևոն Հախինյանի մորը պատկանող Ղարաքիլիսա ընկերությունը հաճախ լինելով միակ մասնակիցը միայն վերջին 2 տարում տասնյակ միլիոնավոր դրամների պետական պատվերներ է ստացել։ Մեկ տարի առաջ Ղարաքիլիսա ընկերության էջում տեղադրված հեռախոսահամարով հենց մարզպետարանի բաժնի պետ Լևոն Հախինյանն էր պատասխանել մեր զանգին։ Սա միակ օրինակը չէ։ Լևոն Հախինյանի վերադասի քաղաքաշինության վարչության պետի ու նույն վարչության գլխավոր մասնագետի կանանց համատեղ LS նախագիծ ընկերությունը գրեթե ամեն ամիս է տարբեր քաղաքապետարաններից ու նախարարություններից միլիոնավոր դրամների պատվեր ստանում։ Մարզպետարանի արձանագրությունն եմ կարդում, հիմա մասնավորապես։ Պարզ չէ, պաշտոնավարման 1.5 տարում որևէ ասուլիս չհրավիրած մարզպետը չգիտի այս ամենի մասին, թե թաքցնում է, բայց նա իր Facebook-ի էջում նշել է, թե բաց ու թափանցիկ է աշխատում եւ հորդորել է հանրությանն առաջարկներ անել քաղաքի արհեստական լճի վերաբերյալ։ Չնայած ամիսներ առաջ աչքալուսանք էր անում, թե նախագիծը պատրաստ է, սկսելու են կառուցել։ Այնպես որ կշարունակենք այս մասով քննարկումները, մենք բաց ենք, կառուցողական ենք, միանձնյավորոշում հանրային նշանակություն ունեցող հիմնանորոգման ծրագրում չենք կայացնելու բնականաբար։ Միջազգային լրահոսից Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ, քանի որ մինչև այժմ առաջարկված տարբերակները ընդունելի չեն Կիևի համար։ Զուգահեռ ռազմաճակատում իրավիճակը թեժ է, միայն այսօր փոխադարձ հարվածներից 7 մարդ է զոհվել։ Նավթի գները կրկին բարձրացել են Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին ամերիկյան զինուժը անցած գիշեր 12-րդ օրն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանի ուղղությամբ, Թեհրանն էլ իր հերթին թիրախավորել է Միացյալ Նահանգների բազաները Քուվեյթում։ Եվ ֆուտբոլ Երևանի Նոան կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում այսօր կմրցի Մոլդովայի փոխչեմպիոն Զիմբրուի հետ։ Եվրագավաթային պայքարին Քիշնևում հետևում է մեր թղթակից Մարինե Խաչատրյանը։ Եվրագավաթային հերթական փորձությունը Երևանի Նոայի համար Քիշնևում է։ Այստեղ հայկական ակումբը պատրաստվում է կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցել Մոլդովայի փոխչեմպիոն Զիմբրուի հետ։ We want to compete, we want to be Մենք ցանկանում ենք մրցել, ցանկանում ենք հնարավորինս լավը լինել եւ մեր երկիրն ու ակումբը ներկայացնել հնարավորինս լավագույն կերպով։ 1 month ago with the pre-season we work very good and we have hard pre-season.
Թիմը շատ լավ է պատրաստվել խաղին։ Մենք սկսել ենք նախապատրաստվել դեռ 1 ամիս առաջ։ Ես կարծում եմ, ավելի քան պատրաստ ենք խաղին։ Հուսով եմ, վաղը ամեն ինչ ցույց կտանք մարզադաշտում։ Սա ինձ համար եւս մեկ եվրագավաթային խաղ է։ One European Mall game, I have in Noah. Արդեն 2 տարի անընդմեջ Նոայում խաղում եմ եվրագավաթային խաղեր։ Սա ինձ համար եւս մեկ խաղ է ցույց տալու մեր որակները, եւ մենք ցանկանում ենք հաղթել։ And we want to win. Նոր մրցաշրջանը Նոան սկսել է նաև նոր դեմքերով տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը համալրումներ է կատարել։ All new players adapt very well. Բոլոր նոր խաղացողները շատ լավ են ադապտացվել թիմին։ Նրանք ընդունեցին մեր թիմի փիլիսոփայությունը, շատ լավ են աշխատում եւ շատ կարճ ժամանակում անմիջապես կարողացան ակումբի համար շատ կարեւոր մաս դառնալ։ Part of the team. Նոյի շանսերը Զիմբրոյի դիմակայություն շատ բարձր են գնահատում, կարծում եմ հայկական ակումբը ֆավորիտի կարգավիճակ ունի եւ չպետք է խնդիրներ ունենա, առավել եւս որ առաջին խաղը մրցակցի հարկի տակ է, ես վստահ եմ, որ Նոան կարող է արդեն այստեղ դիմակայության հարցերը լուծել։ Ինչու եմ այդպես կարծում, որովհետեւ Նոան շատ ավելի լուրջ փորձ ունի եվրագավաթներում վերջին տարիներին, ավելի երկար ճանապարհ ունի անցած եւ ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի իր կազմում, ինչը կտա հնարավորություն այս դիմակայությունում այդ առավելությունը ստեղծել։ Կոնֆերենցիաների լիգայում այսօր Հայաստանի Փյունիկը ուժերն է չափում հունգարական Դեբրեչենի հետ, իսկ Ալաշկերտի մրցակիցն է Ռումինիայի Կլուջ ակումբը։ Մեր թղթակից Մարինե Խաչատրյանը այս արդյունքները ամփոփի Ազատության էջերում սոցցանցերում։ Իսկ լրատվական թողարկմանն այսքանը, կհանդիպենք։